Մարտիրոս Սարյանը ծնվել է ավանդական հայկական ընտանիքում փետրվարի 28-ին 1880 թվականին։ Նրա հայրը Սարգիս Սարյանը զբաղվում էր առևտրով։ Մայրը Թագուհի Սարյանը տնային տնտեսուհի էր։ Ընտանիքը բազմանդամ էր, Մարտիրոսը ուներ եղբայրներ և քույրեր։ Ընտանիքը մեծ ուշադրություն էր դարձնում երեխաների կրթությանը և զարգացմանը։ Մարտիրոս Սարյանը իր կյանքի ընթացքում աշխատել է տարբեր ոլորտներում և ունեցել է բազմազան գործունեություն, բայց նրա հիմնական աշխատանքային վայրերն ու գործունեության ոլորտները եղել են նկարիչ և ստեղծագործող։ Սա նրա հիմնական և ամենակարևոր գործունեությունն էր։ Նա ստեղծել է հազարավոր գեղանկարներ, գծանկարներ և գրքերի ձևավորումներ։ 1921-1922 թվականներին դասավանդել է Մոսկվայի Ուտեմասում։ Մասնակցել է Հայաստանի մշակույթի կյանքին, եղել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիրներից և ղեկավարներից։ 1932 թվականին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1947 թվականին իսկական անդամ։ Այսպիսով, Մարտիրոս Սարյանի աշխատանքային վայրերը հիմնականում կապված են արվեստի, կրթության և մշակույթի հետ։ Նրա գլխավոր աշխատավայրը եղել է նրա արվեստանոցը, որտեղ նա ստեղծել է իր հանրահայտ գործերը։ Հայաստանում հիմա գործում է Մարտիրոս Սարյանի թանգարանը։ Այնտեղ գտնվում են հազարավոր գեղանկարներ, որոնցից են ծաղիկներ, կարմիր ձի, երևանյան բակ, երևանյան բակ գարնանը, մայիսյան վարդեր, ավարտ։